Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 19։ Նա, որ գողանում էր, թող էլ չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռներովը բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։ Եփեսացիս 4:28 խոսք։ Ուշադրություն դարձրեք այն առանձնահատկություններին, որոնցով պետք է զարդարենք մեր քրիստոնեական վկայությունը։ Զգուշացեք այն ամենից, ինչ հակառակ է ճշմարտությանը, այլևս մի շողոքորթեք և մի խաբեք ուրիշներին։ Աստծո ժողովուրդը զավակներ են, որոնք չեն ստում, չեն համարձակվում ստել և ատում ու զզվում են ստից։ Զգուշացեք բարկությունից և չկառավարվող կրքերից։ Եթե կա արդար պատճառ դժգոհություն արտահայտելու, սխալի հանդեպ կամ հանդիմանելու, ապա հետևեք, որ դա լինի առանց մեղքի։ Մենք տեղ ենք տալիս սատանային, երբ մեղքի առաջին շարժումները ցավ չեն պատճառում մեր հոգուն, երբ համաձայնվում ենք դրանց հետ և երբ կրկնում ենք չար գործը։ Սա մեզ սովորեցնում է, որ ինչպես մեղքը, եթե նրան տրվենք, սատանայի համար ճանապարհ է բացում դեպի մեր կյանքը, այնպես էլ մենք պարտավոր ենք դիմադրել նրան հեռու մնալով չարի ամեն տեսքից։ Ծուլությունը մարդկանց գող է դարձնում։ Նրանք, ովքեր չեն ցանկանում աշխատել, իրենց ենթարկում են գողության գայթակղությանը։ Մարդիկ պետք է աշխատասեր լինեն, որպեսզի բարիք գործեն և պաշտպանված լինեն գայթակղությունից։ Նրանք պետք է աշխատեն ոչ միայն ազնվորեն ապրուստ վաստակելու համար, այլ նաև որպեսզի հնարավորություն ունենան օգնելու կարիքավորներին։ Այդ դեպքում ի՞նչ պիտի մտածենք նրանց մասին, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, բայց հարստանում են խարդախությամբ, ճնշմամբ և խաբեությամբ։ Ողորմությունը կամ նվիրատվությունը, որպեսզի ընդունելի լինի Աստծո առաջ, չպետք է ձեռք բերվի անարդարությամբ և կողոպուտով, այլ ազնիվ ու ջանասեր աշխատանքով։ Աստված ատում է կողոպուտով ձեռք բերված զոհաբերությունները։ Մեղավոր հակումներն ու ցանկությունները խաբուսիկ ցանկություններ են, դրանք մարդկանց երջանկություն են խոստանում, սակայն ավելի թշվառ են դարձնում նրանց, և եթե չզսպվեն ու չսպանվեն, նրանց կործանման կմատնեն։ Ուստի դրանք պետք է հանվեն ինչպես հին հագուստը, որով մենք պիտի ամաչենք երևալ մարդկանց առաջ։ Դրանք պետք է զսպվեն և սպանվեն։